Պատահել են տղա ջութակներ։ Չէ, ինձ համար ջութակը միշտ աղջիկ է։ Հայ հեղինակներից որն է, որ քեզ համար անմահ է։ Երևի Առնո Բաբաջանյանը։ Նույնիսկ բարոկ աղեղ եմ ձեռք բերել, որպեսզի նվագեմ այն դարաշրջանին մոտիկ, այն ժամանակներին, երբ որ այդ երաժշտությունը ստեղծվել է։ Այս շատ կարևոր բան էր։ Մեր հյուրն է այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակ Արամ Ասատրյանը։ Արամ ջան, որ պահին մանուկը օրինակ հասկանում է, որ նա պատրաստ է նվիրել իրեն այդպիսի հրաշալի, բայց տաժանակիր մասնագիտության։ Երևի մեզ ձևավորում են այն մարդիկ, ում մենք հանդիպում ենք մեր ճանապարհին, եւ իմ ցանկությունը երաժշտությամբ զբաղվել եւ ջութակ նվագելը կապված է եղել, որ իմ հորեղբորս տղեն ջութակ էր նվագում, իմ եղբայրս էր ջութակ նվագում, այսինքն սա տվայդը բրոստ են իրանք սովորում։ Եվ բնականաբար, այս երևի բնականաբար, ես եմ ստիպել իմ ծնողներին։ Որ տարիքում դա։ 6 տարեկանում։ Հենց ջութակ։ Հենց ջութակ, ես ասացի, ես եմ ուզում ջութակ նվագի, որտեղ տեսնում էի եղբայրս է պարապում, գիտեի, որ այն մյուս եղբայրս է ջութակ նվագում, ու ասացի, չէ, ես եմ ուզում ջութակ նվագեմ։ Տեսնելը դա մի բան է, հաճախ է, չէ, պատահում, որ երեխաները այսպես տեսնում են մեծ եղբայր-քույր, տարվում են, բայց հետո սկսվում է լուրջ աշխատանքը։ Երբևիցե այդ չես ափսոսել։ Չէ, չեմ ափսոսել եւ ճիշտ է, հիմա բացի ջութակ նվագելուց երևի ոչ մի բան չեմ կարող։ Մի քիչ նկարում եմ, բայց ասում են դա էլ մասնագիտություն չի։ Չէ, կարևորը իհարկե ցանկություններ եւ այդ ֆանատիզմն է, որ կերտում է ինչ որ մի մասնագետի։ Առանց այդ ֆանատիզմի եւ սերը դեպի քո մասնագիտությունը դա չի աշխատում։ Արամ ջան, իսկ մասնագիտական բազմաթիվ կան խնդիրներ, չէ, հիվանդության։ Այսինքն մեջքի խնդիր, պարանոցի խնդիր։ Եթե ի սկզբանե ամեն ինչ ճիշտ է դրված, մենք ասում ենք պաստանովկա, խնդիր չի առաջանում։ Հա, գուցե մենք ինչ որ ֆիզիոլոգապես ինչ որ ձև տարբերվում ենք նորմալ մարդկանցից։ Այսինքն շատ հաճախ եղել է գնում եմ բուրզենման, ասում է ձեր ցախ ուսը մի քիչ բարձր է, դա նորմալ չէ, ասում չէ նորմալ է, ես ջութակահար եմ։ Արդեն շուրջ լավ ասենք 49 տարի ես ջութակ եմ նվագում, իմ դիրքը օրվա 80%-ը կապված է այդ դիրքի հետ։ Եվ ես օքեյ եմ, ինձ համար նորմալ է, որ իմ ուսս մի քիչ բարձր է։ Միակ խնդիրը իմ մոտ դա է։ Եթե ինչ որ մեկը ունենում է ֆիզիոլոգիական ինչ որ խնդիրներ կամ առողջական, նշանակում է ինքը սխալ է նվագում կամ սխալ է պահում գործիքը։ Ես լսել եմ, որ հռչակավոր ջութակահար Վինգերովը ուներ լուրջ խնդիրներ եւ տարիներ շարունակ չէր նվագում։ Սխալ եմ լսել։ Չէ, ճիշտ եք լսել, դա կապված է եղել նրա հետ, որ Վինգերովը զուգահեռ ջութակի, նա նաև զբաղվում էր բոդիբիլդինգով։ Այսինքն ինքը կոնկրետ գնում էր սպորտզալ, մկաններ հավաքելու եւ բայց դա երաժիշտներին, նամանոջութակներին մեղմ ասած հակացուցված է։ Ես ինքս շատ եմ սիրել սպորտ եւ լող եւ թեթև ատլետիկա, բասկետբոլ, այդ ամեն ինչով զբաղվել եմ, բայց ինձ համար առաջնահերթը ջութակ նվագելն էր եւ այն պահին, երբ որ զգացել եմ, որ դա ինձ խանգարելու է կամ վնասելու է ջութակ նվագելուն, ես ասել եմ չէ, ես այլևս դրանով չեմ զբաղվելու։ Ջութակահարը ինչպիսի սպորտաձևով իրավունք ունի զբաղվել։ Լող դա ամենալավն է, ամեն ձևի զարգացնում է եւ չի խանգարում մկանային համակարգի ինչ որ ավելորդ լարվածությանը։ Այո։ Դու
ազգային սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակն ես։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆիլհարմոնիկ, այո։ Մենք խառնվում ենք հաճախ, գիտեմ դա, կներեք մեզ, Շնչիչ։ կշտկենք անպայման մեզ։ Ինչ են նշանակում լինել առաջին ջութակահար։ Գիտեք, ես ինձ դժվար է համեմատել այդ չլինելը եւ լինելը, որովհետեւ այնպես է պատահել, որ ես միշտ եմ առաջինն է եղել, Սուպեր։ թե մեր կամերային նվագախմբում եւ իմ դասատուի Սերենադի մասին է խոսքը։ Սերենադից առաջ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում իմ դասատուն ստեղծեց կամերային նվագախումբ եւ չգիտեմ ինչի, բայց այնպես ստացվեց, որ առաջի ջութակը ես էի կոնցերտ մայստերը եւ միշտ այնպես գնացել է։ Հետո Սերենադում մի պահ եղավ, որ գոյություն ուներ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, Լորիս Չիգնավորյանը ստեղծեց, այնտեղ կրկին ես առաջի ջութակ էի, հետո կամաց ֆիլհարմոնիկում էլի կյանքը տենց դասավորվեց։ Այ Լորիս Ճգնավորյանին հիշատակեցիր, ես հիշում եմ նրան որպես մեր ծանր մութ ցուրտ տարիների միակ լույս, որովհետև այդ մարդը իսկապես մեզ դեպրեսիայից հանում էր, քանզի միակ տեղն էր, որ մենք ամեն կիրակի անվճար կարող ենք այցելել Արամ Խաչատրյանի համերգասրահ եւ լսել ինչ որ մի այդ իրականությունից տարբերվող հնչյուններ։ Գուցե եւ անպագորգոր մի քիչ թվա, բայց այսօր որ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գոյություն ունի, դա ի շնորհիվ այն մութ ու ցուրտ տարիների Լորիս Ճգնավորյանի եւ Լուի Սիմոն Մանուկյանի գործնեության այդ արդյունքն է, որտեւ եթե այդ երկու մարդը չլինեին, շատ երաժիշտներ պարզապես կլքեին երկիրը, ինչը տեղի ունեցել է, բայց կորիզը ֆիլհարմոնիկ նվագախմբի մնացել էր եւ մենք հասել ենք այնտեղ, որտեղ որ հասել ենք։ Այո։ Այսինքն այդ մարդիկ եւ Լուի Սիմոն Մանուկյանի այդ ֆոնդը մինչեւ հիմա համագործակցում է մեր հետ, իրեն շնորհիվ է, որ մենք ունենք հիմա ինչ ունենք։ Եվ այո, չեմ զարմանում։ Մեզ համար 90-ականներից ի վեր այդ շենքը եղել է իսկապես լույս, որտեվ Ճգնավորյանը ամեն ինչ արել էր, որ շենքը ունենա միշտ էլեկտրականություն եւ շատ երաժիշտներ, որոնք հնարավորություն չունեին տանը շատ այնպես կոպիտ ասեմ լողանալ եւ սնվել, ինքը շենքում դա ապահովում էր։ Երաժիշտների համար նա բաղնիք էր սարքել շենքի մեջ, պարտադիր այն վատ տարիներին, որ մենք հացի հերթ էինք կանգնում կտրոնով էինք հաց առնում, ինքը նույնիսկ այդ հասն էր ապահովում։ Եվ թերագնահատել անհնար է, բացարձակ անպագորգոր չէր այն ամենը, ինչ որ ասվեց, իհարկե։ Նա ամենափայլուն մենեջերներից մեկն է, որը ես երբևիցե հանդիպել եմ Լորիսը։ Այսինքն որ թվականից, որ տարիքից համագործակցել ես Ճգնավորյանի հետ։ Ոյ, ես շենք եմ մտել, եթե կարելի ասել, մոտավորապես 92 կամ 89 թվականից։ Այսինքն իմ դասատուի հետ միասին ինքը պարբերաբար ինձ բերում էր նվագախումբ նվագելու եւ այստեղ փոքրիկ կոնֆլիկտ կար, որովհետեւ մենք ունենք Սերենադ կամերային նվագախումբ եւ ես չեմ հասկանում ինչեւ հիմա ինչի համար Ճգնավորյանի մոտ թեթև խանդ էր առաջանում այդ Սերենադ կամերային նվագախումբը եւ սիմֆոնիկ նվագախումբը, որտեղ մենք տարբեր հարթակներում ենք, պարզապես մենք այդ երիտասարդներով շատ ակտիվ էինք թե մեր Երևանում համերգներով, թե շրջագայություններով։ Ինչ որ ձև դա իրան դուր չէր գալի եւ քանի անգամ եղել էր, որ Սերենադի մոտ լինում էր շրջագայություն, ես գալիս էի աշխատելով արդեն ֆիլհարմոնիկում, ասում եմ մայստրո, գիտեք, ես մոտավորապես 1 ամսով պիտի մեկնեմ, ոնց անենք։ Ինքը ասում էր, Ջանիկոս, պիտի ընտրես կամ ակնկալելով, որ ես կասեմ, չէ, մայստրո, ես
չէ, մնում եմ աշխատելու, ասում մայստրո կներեք, սա իմ երեխան է, այս սերենատ կամերային նվագախումբը, ես չեմ կարող լքել։ Եվ գնում եմ։ Շրջագայությունից գալիս ենք, իմ դասատուն Յուրի Խաչատուրովիչը Պողոսյան, առաջի կոնցերտ մայստերը, ասում էր, բա գիտես մայստրոն ասում է, որ ուզում է, որ դու գաս, դա ներքին խոսակցությունների իհարկե դրա մասին որոշ ոք չէր իմանում, ասում եմ, մեծ հաճույքով բան, Լորիսը ասում էր, պետք է աշխատես իմ հետ, ասում հո մեծ հաճույքով մայստրո, հարց չկա, շատ մեծ սիրով։ Ու էլի նորից պահը գալիս էր շրջագայության մոտենում է ասում է բասում է պետք է ընտրես ու տենց շարունակ ինչև արդեն Էդվարդ Թուքչյանը դարձավ գլխավոր դիրիժոր ցավոք սրտի սերենադով մենք արդեն չէինք հասցնում զբաղվել բայց այնուամենայնիվ նա չհեռացրեց այդ հյուրախաղերը կարող էին պատճառ դառնալ որ ասեր դե դու քո ընտրությունը կատարել ես Չէ ամեն դեպքում մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք մայստր Լորիսի հետ այո դա զուտ գործնական իր վերաբերմունքն է ես դա հասկանում եմ դե արվեստագետները օժտված են այդ խանդի զգացողությամբ կոպիտ ասած սա իմ երաժիշտն է ինչի պիտի ինքը գնա ուրիշտեղ աշխատի շատ նորմալ բնական խանդ է բայց դե արդեն երաժիշտն ինքը իր ընտրությունը ունենում այ անչափ ինձ միշտ հետաքրքրել է այսպիսի մի հարց ներքին երաժշտի զգացողությունը դիրիժորի հետ կապված ինչ եք զգում հա որպես առաջին ջութակ ինչպես եք զգում եթե աչքերը փակ այսպես հա պատկերացնենք որ դուք չեք տեսնում ճգնավորանն է ժամանակին թոփչանն է այսօր դուք չեք տեսնում ինչպես եք դուք զգում մենք չենք զգում իրան մենք պետք է նայենք իրան փակ աչքերով չի լինի դա մեր աշխատանքն է նայեք ես նվագում եմ ջութակ դիրիժորը կապ չունի ով ինքը նվագում է նվագախումբը այսինքն մենք նվագախումբը ընդհանրապես մի հատ շատ մեծ գործիք է դիրիժորի ձեռքում եւ մենք ուզենք թե չուզենք մենք պիտի նվագենք այնպես ինչպես որ դիրիժորն է պահանջում կամ ցույց տալի կամ իր ցանկությունը մեր կարծիքը այստեղ ոչ մեկ չի հարցնում բոլորովին չի հարցնում մեզանից հասնում է պարզապես պրոֆեսիոնալ մակարդակի պահել այնպես որ նվագել պատշաճ մակարդակին հա սենց ասենք լավ այսպես փոխեմ հա մի քիչ հարցադրումը ինչպես է երաժիշտը հասկանում որ այս դիրիժորը իրեն ավելի հոգեհարազատ է այսպես էլի մեղմ ասեմ, հա, կամ ավելի կոմպետենտ է եւ այն դիրիժորը ոչ այնքան կոմպետենտ է։ Ես հասկանում եմ, որ շատ այսպես նուրբ մասնագիտական հարց եմ տալիս։ Մենք ավելի պրոֆեսիոնալ հարթակ, որը ես դժվարանում եմ այնպես բացատրել, որ մաչելի լինի։ Հասանելի մաչելի լինի։ Վերաբերմունքը պարտիտուրային, ճիշտ ընկալումը պարտիտուրայի եւ կարողությունը դիրիժորի այնպես ցույց տալ կամ այնպես փորձը անցկացնել, որ նվագախումբը նվագի այնպես, ոնց որ ինքն է ուզում։ Այստեղ է երևում նաև օրկեստրի հնչողությունն է կարևոր։ Մենք շատ լավ ականատես ենք, թե ինչպես է հնչում, թեկուզ աշխարհի ամենալավ նվագախումբը, ասենք ասենք Բերլին ֆիլհարմոնիկը, որը թոփն է, ամենալավն է։ Տարբեր դիրիժորների ձեռքի տակ իրանք տարբեր են հնչում եւ դրանից ենք մենք հասկանում թե հարցը դիրիժորի մակարդակի մասին չի այլ իր տաղանդի ունակությունների իսկ մարդկային գործոնը շատ կապ ունի հա իհարկե պետք է կրթված լինի դա չի քննարկվում օրինակ Տոսկանինին Կարայանը Աբադոն սա անուններ են, բայց իրանք սարսափելի անձնավորություններ են եղել։ Աբադուն ավելի շատ կիրթ եւ հավասարակշռված։ Ուրիշ հարց է, որ բայց պահանջկոտ երևի թե բնականաբար։ Կյանքում ինքը գուցե շատ լավ հաճելի պուպուշ մարդ է եղել։ Փորձի ժամանակ դա այլ կերպ ես ինքս գիտեմ իմ օրինակի վրա ու շատերը իմ ընկերներից որ աշխատանքի ժամանակ ես կարող եմ շատ տհաճ լինել
без կոմպրոմիսնի։ Հա, գիտեմ, որ դա երևի լավ չի, բայց որտեվ ի վերջո ուր որ մենք պիտի հասնենք մեր փորձելու կամ պարապելու ժամանակ, կարևորը այդ կետն է, թե ինչ ճանապարհով ես դու հասնում։ Այդքան էլ կարևոր չէ։ Ջութակահարը պետք է պարապի ամեն օր։ Ցանկալի է, այո։ Այո։ Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում, մինչև որ հասնում ենք ինչ որ մի բանի։ Եվ այն մարդը, որ ասում է, որ վերջ ես արդեն հասել եմ, նշանակում ինքը մահացել է որպես մասնագետ։ Այո, շատ լավ կարծիք է, որը շատ է հնչում տաղանդավոր Դա մարդկանց։ գիտեք, Կազալսը, վիոլոնչելիստը Պաբլո Կազալսը ինքը մինչև վերջի իր ապրելու վարքյանները պարապել է եւ իրան հարցրել են մայստրո ինչ եք պարապում, դուք աշխարհի ամենալավ թավջութակարն եք։ Ասում է, չէ, ես զգում եմ, որ ես դեռ աճելու տեղ ունեմ։ Եվ դա ճշմարտություն է իմ կարծիքով։ Բնական է։ Այո։ 2 տարի շատ հետաքրքիր փորձ ես ունեցել Հնդկաստանում համագործակցել սիմֆոնիկի հետ, հա, Հնդկաստանի։ Ինչ սովորեցրեց, ինչ տվեց, ինչպիսին էր, հա, մեզ համար Հնդկաստանը կարծում եմ մի քիչ այլ մոլորակ է։ Գիտեք, այդ Symphony Orchestra of India-ն ինքը հիմնվում է, այսինքն աշխատում է, փորձեր է անում մի հատ շատ հետաքրքիր կենտրոնում Մումբայում, որը կոչվում է National Center of Performing Arts։ Այնտեղ ոչ միայն այդ օրկեստրն է գոյություն ունենում, այլ նաև իրանք սկսել են զարգացնել կլասիկ երաժշտության դասավանդումը։ Իրանք վերցրել են իհարկե այդ օրինակը Վենեսուելայից, որտեղից որ Դուդամելն է դուրս եկել։ Չէ, իրանք կառավարության մակարդակով որոշեցին, որ իրանք պիտի ունենան նվագախումբ եւ ամեն ինչ արեցին։ Հիմա նույնը տեղի ունենում Մումբայում եւ ընկերների միջոցով ինձ ասեցին կուզենաս մասնակցես, ես մեծ սիրով, որտեվ ասենք Հնդկաստանը ինձ համար շատ հետաքրքիր էր եւ այդ 4 սեզոնը որտեղ ես աշխատեցի իրանց մոտ ես բառացիորեն սիրարվել եմ Մումբային այդ վիճակներին կեղտոտագուցե ինչ որ շատ տարօրինակ է մեր շատ հաճախ հնչում բայց արվեստի առումով երաժշտության ատմոսֆերան, իրանց աշխատասիրությունը, այդ ամեն ինչ որ տեղի ունենում, դա ֆանտաստիկա է։ Իսկ գոլեգաները ինչ ազգերի ներկայացուցիչներ էին։ Կազախստանից, Եվրոպայից, Ամերիկայից, այսինքն հավաքվել էր շատ արտակարգ մակարդակի նվագախումբ։ Ահա, բայց բուն Հնդկաստանից կային երաժիշտներ։ Սկզբից կային ընդամենը 2-3 հոգի։ Հիմա ես էլ չեմ գնում, չեմ հասցնում պարզապես։ Հիմա նվագախմբի լարային կազմի մոտավորապես 60% արդեն հնդիկներ են։ Ինչպես կբնութագրես հնդիկ ջութակահարին։ Աշխատասեր, շատ աշխատասեր։ Գուցե տաղանդի առումով ինչ որ մենք ենք հասկանում կլասիկ երաժշտության մեջ, ուրիշ է, որտեվ իրանց լսողությունն այդ լադային երաժշտության տարբերվում է։ Նույնը պարսիկների հետ, ասենք, շատ լավ երեխեք կան ու ես ունեցել եմ ուսանողներ։ Սարսափելի աշխատասեր են։ Եթե մեր հայ ուսանողները գոնե կես այդ աշխատասիրության ունենային, իրանք կհասնեին շատ մեծ մակարդակի։ Ահա։ Ուսանողությունից խոսեցինք, դասավանդում ես երկար տարիներ կոնսերվատորիայում։ Հա, 97 թվականից։ Ինչ ես դասավանդում։ Տեխնիկա, թե արվեստ, այսպես եթե գիտեք, ձևակերպենք։ Իմ բախտը բերել է շատ, որ ես իմ կյանքում, ստեղծագործական կյանքում, ջութակ նվագելու ընթացքում հանդիպել եմ շատ լավ մարդկանց, ոչ միայն մասնագետների, այլ իսկապես անձնավորություններ եւ ես իրենցից շատ կարևոր բան եմ սովորել, որ դասատուն ոչ թե պետք է սովորեցնի, որպես ոնց պետք է նվագել, դա մեր միսիան չի։ Իհարկե երեխաներին այո, բայց ինչ որ մի փուլ, որ մենք հասնում ենք, մենք մարդ պիտի ձևավորենք։ Ամենակարևորը դա է, որովհետև
ես գուցե սխալվում եմ, բայց համոզված եմ, վատ մարդ չի կարող լինել լավ երաժիշտ։ Հավատացեք ինձ, դա այդպես է։ Նույնիսկ եթե ինքը լավ տիրապետում է գործիքին եւ վիրտուոզ է, եթե ինքը որպես անձնավորություն եւ դա հասկանում ենք ոչ միայն դաստիարակության առումով, այլ կրթվածությամբ, իր կարդացած գրքերի, իր աշխարհայացքը, մի խոսքով շատ մեծ կոմպլեքս է դա, շատ Բարոյական արժեքները ի վերջո ես ինչպես հասկացա, այո։ Եվ եթե դրանք կան, ինքը չի կարող լինել վատ երաժիշտ։ Սա շատ հետաքրքիր բան հնչեցրեցիք։ Ում ես ճանաչում եմ ու հավանում եմ իրենց նվագը, իրանք թե որպես անձնավորություն, թե որպես ինչ որ գիտելիքների sense կույտ աներևակայելի բան են իրանցից ներկայացնում։ Համագործակցել եք Սերգեյ Խաչատրյանի հետ։ Ես իր մասին եմ հիմնականում։ Այո, դուք հիմա որ խոսում եք, ես պատկերացնում եմ Սերգեյին։ Գիտեք, գուցե շատ վատ բան ասեմ, Սիրոժիկի նման ջութակարներ գուցե շատ կան։ Բայց մարդ որպես գործիքին տիրապետող, բայց Սիրոժիկի ձայնի, այն ձայնը ջութակից, որ ինքը արտաբերում է, այո։ Չկա։ Ինձ համար հիմա առաջի համար որպես ջութակար, որպես երաժիշտ է Սերգեյ Խաչատրյան։ Չնայած ես իրան շատ փոքր վաղտվանից գիտեմ, աչքիս առաջ է մեծացել։ Հավատացեք ինձ համար։ Բայց այստեղ մենք ձեզ հետ իհարկե կան ջութականներ աշխարհում, դա Ագուստին Ադելիխն է, Ջուլիա Ֆիշերն է, չգիտեմ, շատ են, շատ լավ երաժիշտներ ու ֆանտաստիկ երաժիշտներ են, բայց Սերգեյի արտաբերած ձայնը, տաքությունը կապ չունի թե ինքը ինչ գործիք է նվագում։ Դա լինի Գվարների, Ստրադիվարի, եղել է շատ գործիքներ, իր արտաբերած ձայնը միանգամից տարբերվում է։ Եվ կհամաձայնվեք, որ դա իր իր հոգուց է, իր ներքինից է, դա իր ներքինից է, իր համեստությունը, իր այդ մեր ասած արժեքները, իր կրթվածությունը, այն ամենը ինչ որ մարդ, լավ մարդ ասածը, ինձ թվում է այդ մարդու մեջ կա։ Դա մոզաիկայի էֆեկտն է։ Այդ խճանկարը, եվրոպական եկեղեցիներում, երբ որ մենք այդ վիտրաժները տեսնում ենք, չէ՞, հերվից նայում ես հիանալի նկար է։ Մոտենում ես այդ փուչուրիկ մասնիկները նայում ես իրանցից ոչ բան չեն ներկայացնում, բայց այդ ամեն մի մասնիկը շատ լավ մշակված, դրված տեղը տեղին սարքած է։ Եթե մի փուչուրիկ մասնիկը լավը չի, ինքը հերվից է լավ վատ։ Համամիտ անշուշտ։ Մի հատ մենք մանկությունում մի հատ լավ մուլտիկ ունեինք, 80 вокруг света։ Իմ սիրելի մուլտիկներից ասացվածքներ կար, ասում եմ, жизнь цепь, а мелочи вне звенья. Нельзя звену не придавать значения. Այդ ամենուրեք է աշխատում։ Ցանկացած բնակավարում։ Այնքան ոգեշնչվում եմ, կարծես միտքս գալիս է, մեկ էլ բարձրաձայնում ես։ Այդ շատ հաճելի զգացողություն է։ Անձամբ քո հաղթանակը երբ ես դու զգացել, որ դու հաղթահարել ես, հաղթել ես, որ դու եկել ես, հասել ես այն մակարդակին։ Իհարկե, քիչ առաջ ասացինք, որ միշտ պետք է առաջ գնալ, տեղում չդոփել, խոսեցինք, բայց լինում են, չէ՞, այդ պահը, որ ընկալում ես, որ սա իմ աստղային պահն է։ Շատ ծիծաղելի է, բայց դա կապված չի երաժշտության հետ, եւ դա վերջերս իմ կնոջս պատմեցի։ Ես դա համարում եմ հաղթանակ, ինձ համար։ Մենք, երբ որ սովորում ենք Պուշկինի դպրոցում, գնում էինք լողի դասերի։ Շատ փոքր էինք։ Կարծեմ մինչև 4-րդ, 5-րդ դասարանները դա տեղ ունենում։ Եվ 4-րդ, դա երեխաներ ենք, մեզ համար զբաղմունք էր։ Կինո Մոսկվայի դիմացը կար Լիգուշատնիկ բասեին, տենց որ հիմա ինչ որ սպորտային խանութ են դարձրել։ Հիշում եմ։ Մենք այնտեղ չարություն էինք անում, գետնի վրով քայլում էինք, ջրի մեջ անենք անում, կարծում ենք մեր մարզիչին չի նկատում եւ ամեն ինչ օքեյ է, ուղղակի ժամանակ ենք սպանում։ Եկավ 4-րդ դասարանի ավարտական, որ պիտի վերջանա եւ պիտի գնահատական դնեին։
եւ մարզիչը ասեց, ով որ բորցիկից չհենվի ու արկած ջրի վրա չգնա, նա չի ստանա ոչ մի գնահատական եւ երկուս կգնա քառորդ։ Դա մեր համար սարսափելի բան էր այն ժամանակ։ Ինչա նշանակում քառորդը վատ բա փագել։ Եվ կյանքում առաջի անգամ ես այնտեղ սովորեցի այդ 2 րոպեվա ընթացքում սովորեցի լողալ։ Լուրջ հաղթանակ։ Ինչ ուզում ա լինի, թեկուզ խորտակվեմ, բայց պիտի բան անեմ, բրթեմ ոտերով այդ բորցիկը ու սղամ։ Սկեցի դե ջանդամը գյորը թե չեմ սկելու։ Ու ես ահագին միջև բասենի կեսը, լողավազանի կեսը ես անցա։ Հաղթահարեցիր։ Հա, ես այդտեղ ամենաերջանիկ մարդն էի։ Չնայած 3 գնաց քառորդ, որտեղ ասենք լավ։ Բայց կարևորը ասածը արվեց։ Այս ձեր ասած, որ ասում եք հաղթանակը, այ ես իմ կյանքում դա եմ համարում հաղթանակ։ Մնացածը երևի լավ չի, բայց միշտ դժգոհ եմ այն ինչից, ինչից որ անում եմ։ Եվ կարծում եմ Հա, դες անգլերեն ֆրազա կա, դա գրավականն է, որ nobody's perfect։ Աճը չի կանգնում։ Այո։ Կնոջդ հիշատակեցիր, դուք գոլեգաներ եք։ Այո։ Եվ ավելին դուք մի նվագախմբում եք աշխատում։ Դա հեշտ է, թե հակառակը դժվար։ Դժվար չի։ Ես փորձերին իրան չեմ տեսնում։ Որտեւ ես ամառաչի շարքում նստած ինքը իմ հետևն է նստած։ Դա չխանգարում բոլորովին։ Չէ, իհարկե, հաճելի է նամանավանդ շրջագայությունները, որ իրար հետ ենք լինում։ Գոնե այդպես։ Չէ, դա չի խանգարում բոլորովին։ Իսկ երեխաները ձեր շրջագայությունները մենք քիչ առաջ խոսեցինք կադրից դուրս, բայց կուզեի բարձրաձայնեիր եւ ասեիր ինչպես են երեխան։ Նախ երեխաներին կցանկանայիք եւ դու եւ քո տիկինը ձեր մասնագիտությունը։ Երևի այո։ Չնայած աղջիկս չի ուզում նկարչուհի դառնալ, բայց դա դեռ շուտ է դրա մասին խոսել, դեռ փոքր է։ Գուցե կուզենամ, որ տղաս երաժշտությունով զբաղվի, որտեղ դա մի աներևակայելի աշխարհ է։ Երաժշտասեր են երեխաները։ Իրանք շատ լավ երգում են, շատ լավ սլուխ ունեն, շատ սիրուն ապրում են։ Հնարավոր չէ, որ իրանք այդ ունակությունները չունենան։ Կարծում եմ այո։ Ուրիշ հարց է, թե պրոֆեսիոնալ մակարդակին անցնելը ինչքանով է հեշտ, իհարկե դժվար է։ Իսկ վեճեր շատ են լինում տիկնոջ հետ երաժշտական առումով։ Այսինքն դուք այսպես ներդաշնակ զույգ եք։ Ճաշակները տարբեր են իհարկե, բայց դա պատերազմների չի հանգեցնում։ Փառք Աստծո։ Իսկ պատահում է, որ ասում ես ես այլևս չեմ կարող մասնագիտական առումով։ Չէ։ Այսինքն բարեբախտաբար իսկապես ճիշտ ես ընտրել վերջո եկանք դրան։ Ես եմ որոշել, որ ուզում եմ երաժշտությամբ զբաղվել։ Նույնիսկ Պուշկինի դպրոցում սովորելիս ծնողական ժողովներին, որ մամաս գնում էր, իհարկե միակը չէ նկատողություններից, բայց հիմնական նկատողությունը ստանում էր, որ իմ հարևան աղջիկը հաբողոքում է, որ ձեր տղան դասերին նստած երգում է։ Քթիտակ, անդադ երկել։ Ես առանց երաժշտության չէի կարող, ճիշտ է, ասում են Սիմենի Բիզուրոդը, որտեղ միակ երաժիշտը մեր ընտանիքում ես եմ։ Հայրս շատ լավ երգում էր, բայց երգում էր երգչախմբում, ակադեմիայում կար տենց երգչախումբ։ Մասնագիտությամբ ով էր պապան։ Էներգետիկ էր։ Բայց ուներ գիտությունների ակադեմիայում տենց մի հատ արական երգչախումբ կար ու ինքը շատ սիրով գնում եւ երգում է, շատ լավ գիտեր կոմիտաս, այդ բոլոր ֆոլկլորային, զուտ ֆոլկլորային շատ մաքուր այդ ամեն ինչը։ Բայց երաժիշտ չկար մեր մոտ, պարզապես, չգիտեմ, ես եմ տենց ստացվել։ Դե չկար, բայց եղբայրներն էին, հա, ջութակով զբաղվում։ Իրանք հա, սայտնովան ավարտեցին եւ դրանով ավարտվեց։ Փաստորեն նրանք ավարտեցին, որպիսի դու դառնաս ջութակահար։ Կարող է։ Սովետի շատ լավ մասը նա էր, որ երեխան պետք է անպայման երաժշտական կրթություն ունենար։ Ուղղակի շատ լավ բան կար։ Զտում կար երաժշտական դպրոց ընդունվելու։ Ճիշտ է։
Այսինքն պատահական մարդ չէր կարող ընդունել Սայաթ-Նովա դպրոց օրինակի համար։ Այո։ Նույն կոնկուրսներ գնում, ոնց որ կոնսերվատորիայում էլի ժամանակին։ Եթե կոնսերվատորիայում ասենք 15 հոգի մի տեղի վրա էր մրցույթը եւ վճարովի համակարգ չկար, այսինքն դու պիտի այնքան լավը լիներ, որ ընդունվեր կոնսերվատորիա։ Համարյա նույն կոնկուրսը, նույն մրցույթը Սայաթ-Նովա դպրոցում էր։ Այնտեղ 4-3 հոգի մի տեղի վրա էր, ու եթե երեխան 3 էր ստանում քննությանը, ասենք, ինքը չէր ընդունվում Սայաթ-Նովա։ Դա բացառվում էր։ Դրա համար Սայաթ-Նովա դպրոցի ով որ ավարտում էր, այդ երեխաների 90%-ը շարունակում էր դիստիլետկա կամ ուսումնարան ու հետո կոնսերվատորիա։ Դա չէր քննարկվում։ Այո, լուրջ ֆունդամենտ էր։ Իսկ հիմա, չեմ ուզում վատ բաներ խոսել, հիմա Դե գոնե միայն երաժշտական բնակավարում չի, ամենտեղ է այդպես ցավոք սրտի։ Ինչ որ մակերեսային մոտեցում։ Մակարդակը շատ է իջել, ես շատ ցավով եմ դա նշում։ Ինչ վերաբերվում է նորից, այսինքն մենք անընդմեջ երաժշտությունից ենք խոսում, կա երաժշտություն, որը դու նվագել ես Սայաթ-Նովա դպրոցից սկսած եւ առ այսօր նվագում ես եւ նա անընդմեջ բացվում է քեզ համար նորովի։ Հեղինակ կամ երաժշտություն, ստեղծագործություն։ Դա Մոցարտն է, դա Բախն է, որը որ ամբողջ կյանքը մեզ ոչ թե հետապնդում է, այլ մենք պետք է ապրենք այդ մարդկանց հետ, իրանց երաժշտության հետ։ Տարիների ընթացքում վերադառնալով նույն գործին, դու բոլորովին նույն ձևի ես ընկալում դա։ Ուրիշ ձևի ես վերաբերվում այդ երաժշտությանը։ Ինչպես։ Լավ, այսպես մեզ պարզ լեզվով, եթե հնարավոր է։ Ինչպիսին էր Մոցարտը քեզ համար ուսանող տարիքում եւ ինչպիսին է այսօր։ Շատ կոպիտ ասած իմ համար ամենասկզբում, որ երբ որ ես սկսեցի առաջ անգամ Մոցարտ նվագել, դա ավելի ռոմանտիկ Մոցարտ էր։ Հիմա, քանի որ աշխարհն էլ է գնում դեպի աուտենտիկ կատարումներ, դեպի բարոկ երաժշտության վերծանումը, ինձ համար դարձել է ավելի մոտիկ այն դարաշրջանին, երբ ապրել է Մոցարտը, նույնը վերաբերում է Բախին։ Այսինքն ուսանողական տարիներին Էդիկի հետ Թոփչյան մենք պարզապես պաշտում էինք Շերինգին, Հենրիկ Շերինգին, ջութակարին, եւ իր ձայնագրությունները Բախի։ Հիմա ես չեմ կարող դա լսել։ Ծանր է։ Ուրիշ ձևի է։ Այսինքն իր ռոմանտիկ Բախը էլի ֆանտաստիկա էր, շատ սիրուն էր, բայց ես հիմա ընկալում եմ այդ երաժշտությունը այլ կերպ։ Նույնիսկ բարոկ աղեղ եմ ձեռք բերել, որպեսզի նվագեմ այն դարաշրջանին մոտիկ, այն ժամանակներին, երբ որ այդ երաժշտությունը ստեղծվել է։ Մոցարտի ամենասիրած գործը այսօր միշտ ռեկվիեմը։ Ես չգիտեմ քանի անգամ եմ նվագել։ Հարյուրավոր երևի թե եւ ամեն անգամ այս հոգեվիճակն է տիրում։ Այո։ Իսկ հայ հեղինակներից որն է, որ քեզ համար անմահ է։ Երևի Առնո Բաբաջանյանը, բայց այն էստրադային մասը չէ։ Ես պաշտում եմ իր ստեղծած մի հատ ջութակի սոնատ կա, որը որ այսինքն լայն հասարակությունը շատ լավ չգիտի, բայց մեր դասական բնակավարում այդ սոնատը շատ համարձակ կարող է կանգնել Շոստակովիչի, Բեթհովենի մոտ, այսինքն համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործություն է դա։ Եվ կարծում եմ, որ Առնոն էլի կարող էր ստեղծել նմանատիպ ստեղծագործություններ, Նրան առողջությունը խանգարեց։ Դա հարցը առողջությունը չէր, ինքը պիտի փոխ շիներ։ Ակամ լավ շինելը շատ կոպիտ արտահայտվեցի։ Վաստակեր։ Ինքը փոխ պիտի վաստակեր,
Ես չգիտեմ դա իրականում ոնց էր աշխատում, բայց լսել եմ, որ դրա մեղավոր իր կինն էր, որը նրան ստիպում էր գրել երգեր, որպեսզի իրանք փող ունենային։ Եվ Առնոն ցավոք սրտի վատնում էր իր տաղանդը այդ երգերը գրելով, ոչ թե ստեղծելով լուրջ երաժշտություն։ Շատ եմ սիրում ու շատ եմ սիրել Էդվարդ Միխայելովիչ Միրզոյան։ Ինքը շատ քիչ բաներ է գրել, բայց ինչ որ գրել է, ինչ որ ստեղծել է, դա էլի համաշխարհային մշակույթի գանձեր են։ Թե Գոսերով սիմֆոնիան, թե կվարտետը, թե անընդհատ շարժումը, թե մի հատ շատ փուճուրիկ դաշնամուրային ստեղծագործություն Գրուսնի վալսը կոչվում։ Մինիմալիստական երաժշտություն է, բայց այդպիսի հանճարեղ երաժշտություն ես չեմ պատկերացնում, ով կարող էր գրել։ Էլի այստեղ խոսքը գնում է անձնավորության մասին։ Ինչքան լուսավոր մարդ էր Էդվարդ Միխայելովիչը։ Այո, ես միշտ ժպտերես եմ նրան հիշում։ Միշտ։ Անկախ նրանից, թե նա կոմպոզիտորների միության նախագահ էր այդ ժամանակ, թե նախագահ էր, ես միշտ նրան հիշում եմ ժպտերես։ Եվ ես չեմ հիշում նրա մեջ մեծամտություն։ Ինչ եք խոսում։ Մենք ժամանակին էլի սերենադի տարիներն էր կարծեմ, իր բոլոր նոտաները ձեռագիր էին։ Մի հատ ընկեր ունեինք, որ փորձում էր զբաղվել կոմպյուտերային այդ նոտագրությունը ստեղծելու եւ անելու։ Դա շատ վաղուց էր։ Եվ որոշեցի, ասենք էպիտաֆիան չկար տպագրած նոտաներ, իր ձեռագիրներ, թե պարտիտուրան, թե պարտիաները նվագախմբի։ Մի խոսքով համոզվեցինք Էդվարդ Միխայելովիչին, ասենք եկեք անենք միասին։ Մի երկու հատ նոտա կար ինչ որ ոչ պարզ ձեռագրի մեջ, ասենք Էդվարդ Միխայելովիչ, սա վերջը օրինակ եմ ար ֆայա թե սոլա։ Նայեց։ Իսկ քեզ ոնց է դուր գալիս։ Ասենք Էդվարդ Միխայելովիչ դուք եք գրել, ասում է չէ ջանիկս, հա գրել եմ, լավ եմ արել, բայց քեզ ոնց է դուր գալիս, sense ոնց է հնչում։ Ասում է в этом и весь Эдвард Михайлович։ Ինտենս դա որ բաց դեմոկրատ այն տարիներին, հա։ Շատ լավ անձնավորություններ։ Այո։ Մարդեր այդ Մեծատառով։ բոլոր մեծատառներով այդ 4 տարը իր համար այդ մարդն է։ Քանզի մեծատառից խոսեցինք։ Այսօր միայնակ չես եկել։ Հա։ Այսօր բերել ես քո ջութակը։ Իմը չի, բայց ինձ մոտ է այդ գործիքը։ Գվարների ջութակ։ Խնդրում եմ նախ մի քանի խոսքով պատմիր, թե ինչպես եք դուք իրար գտել։ Ես անկեղծ ասած չգիտեմ այդ գործիքը մինչև Հայաստան գտնվել է, երբ որտեղ է եղել, ինչքան որ ես գիտեմ, այդ գործիքը Հայաստանի համար եւ Հայաստանի հավաքածուի համար գնել էր Վազգեն առաջինը։ Այսինքն ինչ որ կարծեմ Մուրջիկյան կար ջութակահար, որ կվարտետում էր նվագում, ու իրան հարկավոր էր ջութակ, մանրամասները ես իսկապես չգիտեմ, կուզենամ մի օր պարզել դա։ Եվ այդ գործիքը գտան, եւ Վազգեն առաջինը գնեց այդ գործիքը Հայաստանի հավաքածուի համար։ Ինչ որ մի տարիներ անց ինքը գնաց դուրս եւ կորել էր իր գտնվելու վայրը, եւ երբ որ նորից հետ եկավ Հայաստան Էդվարդ Թոփչյանի շնորհիվ մենք կարողացանք այնպես անել, որ մի շարք լավ գործիքներ, ջութակներ ու թավ ջութակներ հանձնվեցին մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին։ Եվ իմ բախտս բերեց, որ այս գեղեցկուհին, այս տատին ընկավ իմ բաժինը։ Քանի տարի է արդեն նա քո ձեռքում է։ Ինչքան հիշում եմ 2015 թվականից։ 15 թվականից մերվել եք։ Հնարավոր չի չմերվել։ Իսկ ինքը իհարկե ունի իր յուրահատկությունները։ Իր նվագելու ձևը, դա իհարկե փայտի կտոր է, հա, դա ընդունում ենք։ Ես երբ որ սովորում էի ուսումնարանում, մի հատ ջութակ ունեի։ Եսի ինչ չէր, հա, լավ էր հնչում, բայց հա, ռուսական վարպետ էր, թե ինչ էր, չգիտեմ, տենց շարքային ջութակ էր, ահա։
դե պահեր ա լինում մեր կյանքում, երբ որ սիրարվում է ինչ որ աղջկա, եւ ես պարապում էի, այնպես չի որ ես չէի պարապում, բայց ես շան աղջիկը խանդում էր, սկսում էր այդ պերիոդում չհնչել։ Հա, Չգիտեմ դա սա ոնց է։ հեքիաթային է հնչում ոչ երաժշտի համար, բայց ցանկացած երաժիշտ քեզ կհասկանա։ Եվ ես քեզ որպես արվեստագետ հասկանում եմ։ Պարզապես չէր հնչում։ Չնայած ես պարապում էի, այնպես չի որ իմ չպարապելուց էր գալիս իմ չնվագելը, հա, կամ իրա չհնչելը, բայց ինչ որ ֆանտաստիկ հարցերի, ինչ որ ֆակտերի վերումով անապիրիստավալը զվուչաց։ Եվ Ինչպես ցանկացած գործիքը ունի իր մոտեցումը, որ պիտի կարողանաս իր ձևը գտնես իրան հնչացնելու։ ճիշտ են ասում, որ Ստրադիվարի ջութակները ավելի սոպրանո են, գվարներինը ավելի մեծո սոպրանո։ Դա ճաշակի հարց է։ Իհարկե, տենց կարծիք գոյություն ունի, որ Ստրադիվարի գործիքները ավելի բրիլյանտ են հնչում, ավելի պայծառ եւ գվարներիները ավելի մուգ, ավելի խորը ձայն ունեն։ Իհարկե դա հին պատմությունն է, ոնց որ կարելի է վիճել Mercedes-ի եւ BMW-ի շուրջ։ Լավ համեմատություններ։ Նախասիրության ոճի հարց է, իհարկե։ Ունեցել ես Ստրադիվարի։ Չէ, իհարկե նվագել եմ տարբեր Ստրադիվարիների։ Եվ տարբերությունը արդեն պարզ զգում ես։ Բնականաբար եւ իմ հոգին ավելի հարազատ է գվարներիները։ Իրանց այդ մուկ հնչողությամբ ցածր տեմբրը, հա, այսպես ասած։ Գիտեմ, դժվար է բացատրել։ Ահա։ Դու անվանում ես նրան գեղեցկուհի։ Ինչպես ես հասկանում, որ Ես հիմա ձեզ ցույց կտամ իրան, դու մենք կհասկանաք, սպասում որ ենք, ինքը գեղեցկուհի է։ Այո, նկարահանման սկզբից գեղեցկուհի ինչ պարագայով եմ հարցնում, ինչպես ես հասկանում, որ ջութակը աղջիկ է թե տղա։ Պատահել են տղա ջութակներ։ Չէ, ինձ համար ջութակը միշտ Միշտ աղջիկ աղջիկ է։ Իմիջիալոց աղջիկ ջութակարների մոտ ճիշտ հակառակն է։ Դա արդեն Ֆրեյդի հարցն է։ Ահա։ Բայց Օրինակ տիկինը տիր ջութակը ընկալում է որպես տղա։ անկեղծ ասած չենք խոսել դրա մասին։ Գուցե Այսօր մի հատ հարցրի։ Կարծեմ Հիլարի Հանին են մի անգամ հարցրել ու ինքը միանշանակ պատասխանել է, որ դա տղամարդ գործիք է։ Նամանավանդ գվարներին երևի կընկալեն կանայք հաստատ որպես գործիքին տղա։ ցանկացած գործիքին նայեք, լինի դա թավ ջութակ կամ ջութակ, ինքը իր ֆորմաներով Կանացի է։ կին է։ Հա, հա։ Այստեղ հաստատ 100%-ով կհամաձայնվեմ, այո։ Ցույց տակ մեզ։ Ինչով գեղեցկուհի չի։ Խոսքերը ավելորդ են։ 300 տարեկան է, հա։ Հա, ինքը ստեղծվել է 1732 թվականին։ Այսինքն սա գվարների վերջին շրջանի գործերից է։ Գիտեք, կան տարբեր գվարներիներ։ Սա ցավոք սրտի այն թոփ գվարներին չի, որը անվանում են դելջեզու։ Այո, ասում են, որ վերջին շրջանինը Կա Պետրո գվարների, կա Յոզեֆ գվարների, իրանց ընտանիքն է, ոնց որ Ստրադիվարին միակն է եղել, բայց գվարներիները մի քանի հոգի է, այսինքն ընտանիքը։ Սա Յոզեֆ գվարներին է։ Ահա։ Որը որ այն դելջեզուն չի, բայց այնուամենայնիվ Իսկ դելջեզուի ինչ ինքը բարեկամ էլի է։ Յոզեֆ է դելջեզուն եղել։ Ես շատ չեմ խորացել այդ բաների մեջ, հա։ Այսինքն, հա, պարզ չի, հայրն է դելջեզուի, թե հակառակը, որդի չուներ կարծեմ դելջեզուն, եթե ինչքան որ կարդացել Շատ եմ։ ամաչում եմ, որ ասում եմ, բայց ես շատ լավ չգիտեմ այդ պատմությունները, իրանց ընտանիքների եւ տարբերությունները։ Այդ Անդրեա Գվարների, Յոզեֆ Գվարների, Պետրո Գվարների ամենալավը այդ Յոզեֆ Գվարների, բայց դելջեզուն, որտեվ հիմա ես վերջերս ուսումնասիրում եմ իր մեջի գրվածը եւ այլն, պիտի որ դելջեզու լինի, բայց իհարկե ինքը դա չի։ Ահա։ Ուրիշ հարցը, որ ինքը շատ լավն է։ Ինչպես է հնչում Հայաստանը գվարների կողմից։
Կարող է մեզ նվիրես մի քանի ձայն։ Հայաստան լավ ասեցիք։ Եկեք որ կռունկ նվագեմ, օքեյ է։ Իհարկե։ Խոսքերն ավել նորդ են։ Մի քանի բլից հարց մեր զրույցի վերջում։ Որ կոմպոզիտորը կերազեիք, որ ձեզ համար անձամբ մի փոքրիկ ստեղծագործություն գրեր։ Դա հնարավոր չէ, բայց երևի Մոցարտը։ Երազել իրավունք ունենք, կարծում եմ։ Որ աշխարհահռչակ ջութակարի հետ կցանկանայիք դուետ նվագել։ Իրանք շատ են։ 3-ին նշեք։ Օյստրախի, Կոգանի եւ Սերգեյ։ Խաչատրյան։ Այո։ Եվ որ դիրիժորի հետ կցանկանայիք աշխատել։ Երազած, հա, որոնք չկան միգուցե այսօր։ Կարլոս Կլայբեր, Հերբերտ Ֆորկարայան եւ Կլաուդիա Աբադո։ Նույնիսկ հաշվի առնելով, որ Կարայանը բարդ եւ դաժան էր, այնուամենայնիվ Այո։ սուպեր։